Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան, հարցս հետևյալն է, կուզեի որ պարզաբանեք, այսինքն ես ճիշտ եմ հասկանում, այն մարդիկ, ովքեր դեռ զինակոչի տարիքի մեջ են ու նախկինում իրանք ազատվել են, ցանկացած պահին մենք կարող ենք իրանց հրավիրել եւս մեկ անգամ անցնեն այդ բժշկական փորձաքննություն ու դրանից հետո արդեն որոշում կայացվի։ Այսինքն եթե հասկանում ենք, որ այնտեղ կան ինչ-որ խախտումներ ու տվյալ անձը ոչ մի հիվանդություն չունի, այդ դեպքում ինչ է արվում, իր վրա քրեական գործ է հարուցվում, թե հարուցվելուց հետո նաև ինքը պետք է գնա ծառայի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մեհրաբյան, տեսեք, ոչ, մենք հիմա չենք կարող այս օրենքի ընդունումից հետո անգամ պատահական sense կամայական սկզբունքով այդ մատյանը բացենք, ասենք, այ այս մեկը ազատվել, այ դու մի հատ գնա լրացուցիչ փորձաքննության, այլ բոլոր այն դեպքերում, երբ որ կա հարուցված քրեական վարույթ, որ այսինչ մարդը ենթադրաբար ազատվել է կեղծ փաստաթղթերով, խուսափել է ապօրինի ճանապարհով զինվորական ծառայությունից, այդ դեպքում միայն իրան կարող է իրավապահ համակարգը ասել գնա հանձի փորձաքննություն, ու եթե ինքը հրաժարվի, այդ դեպքում նախատեսվում է 1-ից 3 տարի ազատազրկում։ Այսինքն մենք չենք պատահականության սկզբունքով չել, ես մակարում նույնիսկ իրավիճակները նկարագրել, մոտավոր օրինակ մի տեսական իրավիճակ նկարագրեմ, ենթադրենք այս տարիներին էլ բարբերաբար ձերբակալվում են այս կամ այն բուժհաստատության բժիշկներ, ովքեր որ ակնհայտորեն կաշառքի դիմաց կեղծ տեղեկանքներ են տվել։ Հիմա իրավապահ համակարգը շատ տրամաբանորեն պետք է այդ մարդկանց տված նմանատիպ բոլոր տեղեկանքների հետևից գնա, ճիշտ է, եթե այս մարդը կաշառքով տալիս է, ու հետևաբար քրեական վարույթ արդեն իսկ կա հարուցված, ու այդ քրեական վարույթի շրջանակներում օրինակ այդ մարդու կողմից տեղեկանք ստացած յուրաքանչյուր մարդու, այո, կարող գնան ասեն, գնա լրացուցիչ փորձաքննություն անցի հարգելի քաղաքացի, բայց պատահական կամայական կերպով ուղղակի գրանցամատյանները բացել մեկի վրա մատը դնել չեն կարող։ Հակսակցություն։ Պարոն Ալեքսանյան, շնորհակալ եմ նախաձեռնության համար, նախ ասեմ, որ պարոն Ալեքսանյանն ինձ զանգարեց եւ ասաց, որ ցանկանում է, որպեսզի այս օրենքի նախագիծը, որ իմ կողմից 2 անգամ շրջանառվել է, որպեսզի կամ ինքը շրջանառի կամ ես կամ համատեղ, ես խնդրեցի եւ ասացի, որ դուք մենակով արեք, պարոն Ալեքսանյան, ես 2 անգամ բերել եմ, մերժվել է, ու ուրախ եմ, որ նախագիծը եկավ։ Հիմա ընդհանրական ինչի մասին է խոսքը, մենք ունենք զորակոչի հետ կապված լրջագույն խնդիր, հարգելի պատգամավորներ, պարոն Ալեքսանյան, կխնդրեմ, որպեսզի իմ փաթեթի մյուս կետերը հաջորդ ազգային ժողովում նույնպես անեք, որոնք նույնչափ կարևոր է։ Սրա մասին այս նախագիծը, որ այսօր քննարկում ենք, ես սրա մասին բարձրաձայնել եմ 25 թվականին շրջանառել եմ կառավարության դրական որոշումով մերժվել այստեղ պարոն Քոչարյանի պատճառով, երկրորդ անգամ 2026 թվականին եմ շրջանառել, այդ մյուս անգամ նաև կառավարության բացասական եզրակացությունը կար նույն նախագծի վերաբերյալ, որը 25-ին եղել է դրական, 26-ի հունվարին եղել է բացասական, 26-ի տարվա կեսին էլի դարել է դրական, ինչի համար ուրախ եմ։ Հիմա հաջորդ կարևոր կետերը, մենք զորակոչ ենք լուրջ կորցնում մի քանի պատճառներով։ Առաջին ամենամեծ կետորը պարոն Ալեքսանյանն ինչպես նշեց, ինչպես հիմնավորումներով ես ցույց եմ տվել նաև թվերով, փաստերով, դա առողջական կեղծ թղթերով ազատվողներն են։ Մենք ունենք տարեկան հազարավոր տղաներ, ովքեր առողջական թղթերով ազատվում են ու մեծ հավանականությամբ շատերը կեղծ։ Այսինքն զորակոչի մոտ 69%-ը 22 թվականի դրությամբ, մի քիչ հիմա թիվիչը դառել է 65%-ը ազատվում են, որոնց մեծ գերակշիռ մասը առողջական խնդիրներով պայմանավորված ու այս գալու է, այս օրենքը գալու է դրա դեմը առնելու, այսինքն կանխարգելիչ դեր ունենալու։ Միջև այդ եթե բժիշկը տեղեկանքը տալիս էր, օրինակ ասում էր դու կարճատես ես, կարճատեսության տեղեկանք էր տալիս, որով որ ազատվում էր, տվյալ զինվորին, այսինքն զորակոչի կինով չի գնում ծառայության ոչ պիտանի ճանաչվելու հանգամանքով, ասում էր, եթե քեզ սրանից հետո կանչեն, դու ուղղակի կհրաժարվես, այսինքն չստուգվես, որպեսզի չբացահայտվի, որ ես քեզ կեղծ տեղեկանք եմ տվել։ Երբ այս օրենքը ընդունվի, այսինքն բժիշկը արդեն կիմանա կեղծ տեղեկանք տալու դեպքում հնարավոր է այդ քաղաքացուն էլի կանչել փորձաքննության։ Եթե չներկայանա խուսափի կամ որևէ այլ ճանապարհով խոչընդոտի, ապա այդ դեպքում քրեական պատասխանատվություն կենթարկվի։ Ու էսի բերելու է նաև կանխարգելման, այսինքն այս հանցագործության դեմը առնելու է ու նաև կատարված հանցագործությունները թույլ է տալու, որ բացահայտվեն։ Նաև օրենքում նշել եմ, որ բացի խուսափելը, նաև խոչընդոտելը, որտեղ քաղաքացին կարա
օրինակ MRT-ի հենց հետազոտություն են տվել, հենց MRT-ն արել, որով ինքը ոչ պիտանի է ճանաչվել, կարող գա ստուգման, ասի չեմ հրաժարվում, բայց MRT-ի սարքի մեջ շարժվի, այսինքն խանգարի խոչընդոտի ու դրանով պայմանավորված չկարողանան հետազոտել։ Հոդվածի մեջ նշված է, որ խուսափելը եւ խոչընդոտելը քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Այսինքն մեր քաղաքացիները պետք է իմանան, որ չեն կարողանալու խոչընդոտել process-ը։ Ու հաջորդը պարոն Ալեքսանյան հարցի տեսքով կուզենամ ասեմ, որ դեմ առնեք քաղաքացիությունից հրաժարվողների, ինչպես նշել եմ 2024 թվականին քաղաքացիությունից հրաժարվել է 1900 արական սեռի տղա 60 աղջիկ, փաստացի ֆիքսվում է, որ մեծամասնությունը դա բանակից խուսափելու համար են արել մինչև 18 տարի լրանալը։ Իմ օրենքը, երբ որ պարոն Անդրեյ Քոչյանի պատճառով մերժվեց, դրանից հետո տեմպը 30%-ով աճել է, 30-40%-ով։ Ու 2025 թվականին քաղաքացիությունից հրաժարվել է նախորդ տարվա 1900-ի փոխարեն 2800 տղա ու էլի 60 աղջիկ։ Այսինքն մենք մեծ ռեսուրս ենք կորցրել այս նախագծի տապալման պարոն Քոչյանի պատճառով կամ շնորհիվ։ Ու սա ոչ միայն մենք այդ ռեսուրսն ենք կորցրել, այսինքն զինվոր, մենք նաև կորցրել ենք լուրջ ֆինանսական միջոցներ, որովհետև այդ պակասը մենք լրացրել ենք պայմանագրային զինծառայողներով, պաշտպան հայրենացով, ինչը մեծ ֆինանսական բեռ է բանակի համար։ Ու այսինքն այդ օրենքը շուտ պետք է անենք։ Մենք պետք է քաղաքացիությունից հրաժարվողների նույնպես դեմ առնենք։ Ու նաև այս նախագիծը պարոն Ալեքսանյան, երբ որ ընդունենք, տեսեք հիմա ոնց է։ Քաղաքացին, որ ուզում է իր երեխան չծառայի, դա գաղտնիք չի էլի, այսինքն 70%-ը որ տեսնում ենք, որ չի ծառայում, ինքը ճանապարհներ է տենում, առաջինը առողջականով փորձում ազատի կամ փորձում է քաղաքացիությունից հրաժարվի։ Եթե մենք հիմա բերում ենք քրեականացնում ենք այս փորձակնությունից հրաժարվելը, մենք բոլորին արդեն ուղղորդում ենք քաղաքացիությունից հրաժարվելու դաշտ։ Ես խի ընդգծում, պնդում այն ժամանակ, որ պետք է արվի փաթեթով, որովհետեւ մենք բոլոր սողանքները միաժամանակ փակենք։ Այսինքն երբ մենք ուժեղացնում ենք այստեղ բանը, վերահսկողությունը, ուրիշ ճանապարհով է խուսափողների թիվը աճում։ Ու սրա վիճակագրությունը նույնպես կա։ Երբ որ իմ առաջարկով առողջական խնդիրների 404 որոշման մեջ փոփոխություններ կատարվեցին, մենակ մի հոդվածով 1000-ից ավել մարդ քիչ է ազատվել մի տարվա ընթացքում, բայց տեսել եք, որ երկրից փախնողների թիվը կկնապատկվել է։ Այսինքն, երբ որ մենք հիվանդության ցանկը փոխում ենք ու սկսում ենք նենց որ մարդիկ չկան այդ ճանապարհով, փորձում ենք քաղաքացիությունից հրաժարվելով կամ երկրից փախնելով իրանց հարցը լուծեն։ Այսինքն կոմպլեքս պետք է անենք, որ հարցը լուծվի, որտեղ մեր առաջնային նպատակն է, որ մենք ունենանք զորակոչ, նորմալ զորակոչ, մեր կարիքները բավարարենք ու նաև վերականգնվի արդարությունը, որովհետև տենում ենք մարզերում 50% զորակոչ ունենք, Երևանում նույն ընթացքում 10%, 16% զորակոչ ունենք, այսինքն պարզ է, որ ստեղ կա սոցիալական խնդիր, այսինքն ամբողջ բեռի մեծ մասը ընկնում է մարզերի վրա։ Պարոն Ալեքսանյան, խնդրեմ, որպեսզի փաթեթով այս զորակոչ հետ կապված խնդիրը փաթեթով նայեք ու ձեր եթե կարծիք ունեք, խնդրեմ պատասխանների տեսքով ասեք։ Ես հասկացա, սա ելույթ էր, թե հարցեր։ Խնդրեմ, պարոն Ալեքսանյան։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Այո, ես արդեն նշեցի իմ խոսքում, որ սա ձեր մեծ փաթեթի հատվածներից մեկն էր ու ես հիշում եմ նաև, որ հենց այս կոնկրետ այս կտորը առնվազն 100%-անոց աջակցություն ուներ ֆրակցիայի շրջանակներում, այս կտորը միանշանակ ու ձեր փաթեթը, եթե չեմ սխալվում, մերժվեց այլ մասով անհամաձայնության պատճառով։ Ես միանշանակ կիսում եմ ձեր այն մտահոգությունը ու առհասարակ այն ռիսկերը, որոնք որ այս պահի դրությամբ կան քաղաքացիությունից հրաժարումների եւ մնացածի մասով, այո, առաջիկայում էլ բնականաբար պետք է կառավարության հետ շատ սերտ համագործակցելով փորձենք հասկանալ ու այդ ռիսկերը կառավարել, թե կոնկրետ ինչ լուծումներ պետք է գտնենք, պետք է համատեղ աշխատանքի ընթացքում թե պաշտպանության հանձնաժողովը, թե նաև պետաիրավական հանձնաժողովը ու կառավարության գործընկերները պետք է այս հարցերի լուծումը գտնեն։ Միանշանակ ես նաև շատ կարևորում եմ այն աշխատանքը, որը որ դուք եք տարել այս հարցերի լուծման ուղղությամբ ու կարծում եմ միասին պետք է շարունակենք այս աշխատանքը։ Շնորհակալություն։